Սա հոր տունն է, ոչ միայն հող և տնտեսություն։ Սա մի վայր է, որտեղ յուրաքանչյուր արահետ պահպանում է աշխատանքի պատմությունը, որտեղ յուրաքանչյուր արևածագ բերում է նոր հույս, իսկ յուրաքանչյուր մայրամուտ խաղաղություն և բավարարվածություն ապրած օրվա համար։ Այստեղ կյանքը հոսում է հանգիստ ու խորը, լի իմաստի, հոգատարությամբ և սիրով։ Այստեղ ամեն ինչ կառուցված է իմաստությամբ և համբերությամբ, ասես բնությունն ինքն է ապրում մարդու հետ ներդաշնակ։ Հայրը ուներ 2 որդի, և նրանք ապրում էին առատությամբ, և նրա տունը լի էր կյանքով, աշխատանքով և խաղաղությամբ։ Բայց կրտսեր որդին սկսեց նայել հեռուն, նրա սիրտը փափագում էր այլ ճանապարհ, արագ հաջողություն, ազատություն, նոր կյանք։ Եվ մի օր նա ասաց հորը. «Հայր, տուր ինձ իմ բաժին ժառանգությունը»։ Ավագ եղբայրը չէր կարող հավատալ իր լսածին, բայց հայրը չհակառակվեց։ Հայրը իր սրտի ցավով տվեց նրան այն ամենը, ինչ պատկանում էր նրան։ Եվ շուտով որդին հեռացավ, թողեց տունը, թողեց սերը, թողեց այն ամենը, ինչ իրական էր։ Նա գնաց հեռավոր երկիր, որտեղ լույսը ավելի պայծառ էր թվում, որտեղ կյանքը ավելի շատ էր խոստանում։ Սկզբում ամեն ինչ նման էր երազի։ Փողը հոսում էր ինչպես գետ։ Ընկերները նրա կողքին էին, ծիծաղը չէր լռում։ Բայց այդ երազը պարզվեց պատրանք։ Այն, ինչ թվում էր հաջողություն, անհետացավ։ Թվացյալ ընկերները հեռացան։ Եվ այն ամենը, ինչ մնաց, դատարկություն էր։ Մի ակնթարթում նա կորցրեց ամեն ինչ և մնաց միայնակ, քաղցած, կոտրված, մոռացված։ Նա հասավ այն աստիճանի, որ կերակրում էր խոզերին և ցանկանում էր հագենալ այն կերով, ինչ նրանք էին ուտում։ Եվ հենց այդ ժամանակ նա ուշքի եկավ, հիշեց տունը, հիշեց հորը, հիշեց, թե ով էր ինքը, և ասաց. «Քանի վարձկաններ հորս մոտ հաց ունեն առատությամբ, իսկ ես մեռնում եմ քաղցից, վեր կենամ գնամ հորս մոտ և ասեմ նրան. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ կոչվելու քո որդին»։ Եվ նա վեր կացավ և գնաց տուն, իսկ հայրը ամբողջ այդ ժամանակ սպասում էր։ Ամեն գիշեր նա նայում էր հեռուն, ամեն օր հույս ուներ։ Եվ երբ տեսավ նրան հեռվից, նա ճանաչեց նրան և վազեց։ Նա չսպասեց բացատրությունների, չպահանջեց արդարացումներ։ Նա պարզապես գրկեց նրան։ Որդին սկսեց ասել. «Հայր, ես մեղանչեցի», բայց հայրը չթողեց նրան ավարտել։ Նա ասաց ծառաներին. «Բերեք լավագույն զգեստը և հագցրեք նրան, տվեք մատանի նրա ձեռքին և կոշիկներ նրա ոտքերին, և բերեք պարարարտացված հորթը, ուտենք և ուրախանանք, քանի որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Եվ սկսվեց խնջույքը։ Բայց ավագ որդին կանգնած էր հեռվում։ Նա լսում էր երաժշտությունը, բայց նրա սրտում ուրախություն չկար։ Նա չէր հասկանում ողորմությունը։ Այդ ժամանակ հայրը դուրս եկավ նրա մոտ և ասաց. «Որդյակիմ, դու միշտ ինձ հետ ես, և այն ամենը, ինչ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախանալ, քանի որ քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Եվ այսօր այդ կոչը հնչում է նույն կերպ։ Հայրը դեռ սպասում է, բաց ձեռքերով, պատրաստ ընդունելու, պատրաստ ներելու, վերադարձնելու կյանքին։ Հարցը միայն մեկն է. կվերադառնաս դու տուն։